Իսկ մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ հրաշալի տրամադրությամբ, որովհետև տաղավարում է մեր սիրելի գործընկերուհին եւ հատկապես բոլոր նրանք, ովքեր հիմա կանգնած են գազօջախի կամ ջեռոցի առջև եւ ինչ-որ բան են պատրաստում, խնդրում եմ մի բան ընդմիջվեք, որովհետև շատ արագ ու համեղ բաղադրատոմս է ձեզ առաջարկելու, ինչու ոչ նաեւ ամանորյա մեր Անուշը։ Ողջույն Անուշ։ Ողջույն սիրելի գործընկերներ։ Այո, այսօր շատ հետաքրքիր նախուտեստ ենք պատրաստելու գեղեցիկ ձևավորումով։ Հիմա ես ասեմ ինչ է անհրաժեշտ մեր նախուտեստի համար՝ վարունգ, ծովախեցգետնի ձողիկներ, ձիթապտուղ, հավկիթ, որոնք արդեն խաշել եմ, սամիտ, պանիր եւ մայոնեզ ու թթվասեր։ Հիմա ես արդեն սկսել եմ քերել քերիչով, ծովախեցգետնի ձողիկները եւ հետո նաեւ հավկիթը այսպես կանցկացնել քերիչով։ Բաղադրիչների համադրությունը արդեն իսկ ստիպում է մեզ զգալ քաղցի շատ հաճելի զգացողությունը եւ այն համային բույրը նաեւ որ կա այդտեղ։ Իսկ ինչ կասես ամանորյա մեր ձևավորման մասին։ Դու էլ այդտեղ շատ գեղեցիկ։ Տեսեք ինչ գեղեցիկ է խոհանոցային անկյունը առավել։ Ամենաշատը ինձ դուր են գալիս մեր մոմերը, որոնք գեղեցիկ էներգիա են հաղորդում եւ մոմերի կողքին կարծես թաքնված են համեղ մեղրաբլիթներ, եթե ճիշտ եմ նկատում։ Շատ ճիշտ եք նկատում ամանորի թեմայով, գեղեցիկ նրբաբլիթներ են եւ ընդհանրապես այո, տոնական տրամադրությունն այստեղ ինձ թվում է ավելի շատ է ու գեղեցիկ է։ Իսկապես շատ գեղեցիկ ու տրամադրող է նաև մեր խոհանոցը, վստահ ենք այս օրերին դու էլ բաղադրատոմսերով եւս կտրամադրես, էներգիա կհաղորդես մեր հեռուստադիտողներին, որպեսզի նրանք էլ կողմնորոշվեն, հասկանան, թե ինչպես կարող են զարմացնել ամանորին ընթառաջ իրենց հյուրերին։ Այո, մենք շատ հետաքրքիր հյուրեր կունենանք, մեր խոհարարները արդեն քննարկումների մեջ ենք, թե ինչ հետաքրքիր բաղադրատոմսեր են ներկայացնելու մեր հեռուստադիտողներին, որպեսզի ամանորի ձեր սեղանն էլ լինի հետաքրքիր, յուրօրինակ եւ համեղ ուտեստներով լի։ Ես հիմա նաև վստահ եմ, որ մեր գործընկեր Միկա Ղափլանյանն է մեզ միացել հեռուստաէկրանից այն կողմ։ Եվ հետևում է մեզ հիմա։ Շատ ուշադիր։ Ծովախեցգետնի ձողիկներն արդեն տեղավորենք ափսեի մեջ եւ անցնենք հավկիթին։ Ես շատ պարզ մի բաղադրություն գիտեմ կապված ծովախեցգետնի հետ, աղցան է, շատ արագ պատրաստվող, իսկապես բառի բոլոր իմաստներով պատրաստել աղցանի տևում է ընդամենը 4-ից 5 րոպե։ Այդ ինչ աղցան է։ Ես մի անգամ դա կհասիրեմ ձեզ, եթե լինի առիթը իհարկե։ Առիթը կարծում եմ կլինի այսօր։ Բայց այսօր կարող ես խոսել։ Այսօր ընդմիջմանը։ Այնտեղ կա սոխ, կիտրոնի բավական շատ հյութ, արդեն համեղ է։ Կա սև ձիթապտուղ եւ պարզապես ծովախեցգետինը։ Ու մի փոքր ծովախեցգետինը թե այս ձողիկները։ Այս ձողիկները, այո։ Ու մի փոքր ձիթայուղ։ Շատ համեղ, ամենայն անկեղծությամբ փորձեք սիրելիներ։ Այո, թարմ սոխ։ Կանաչ թե գլուխ։ Գլուխ։ Այո։ Բայց կանաչն էլ լավ միտք էր։ Երբ կիտրոնի հետ սոխը արդեն մի լավ համեմվի, շատ առատ կիտրոնի։ Բնականաբար բոլորովին այլ համ է ստանում, որովհետև կորցնում է իր այդ կծվությունը։ Գիտես որ աղցաններից է որ անդադար ուտում ես կարելի է ուտել եւ այսպես քաղցի հագեցման զգացողություն մի տեսակ շատ ուշ ես ունենում։ Ես ընթացքում հիշեցի ինչ ծովախեցգետնի ձողիկներն էիր քերիչով անցկացնում Անուշ, հիշեցի այն աղցանը, որը կարծես մայրաքաղաքայինի քույր աղցանն է համարվել ամանորին ընթառաջ ժամանակին, երբ պատրաստում էինք եւ պատրաստած կլինես եգիպտացորենի հատիկներով, ծովախեցգետնի ձողիկներով եւ բրինձով աղցանը, որը անբաժան մասնիկներ, որտեղ կար մայրաքաղաքային աղցանը ամանորին, այդտեղ կար նաև այս աղցանը։ Անուշ, իսկ պատճառը ոչ թե օրինակ մանր կտրատելու, այլ քերելու, որովհետև ինչ որ համասեր զանգված ենք ստանալու նաև մոտավորապես։ Այո, մենք պետք է գեղեցիկ ձևավորենք հետո, դրա համար մեզ անհրաժեշտ է որպեսզի մանր լինեն։ Հիմա կկտրենք նաև սամիթը։ Լիարժեք սպիտակուցներով հարուստ աղցան է եւ ձվի հետ կապված եւ ձողիկների ծովախեցգետնի պանիրը նաեւ Անուշ, իսկ կարող ենք վարունգը փոխարինել թթու վարունգով։ Այո, իդեպ շատ համեղ առավոտից ինչ տեսնում եմ հերվում Անուշի սեղանին հարցնում եմ Անուշ դա թթու վարունգ է։ Կանաչ է, բայց թթուն նույնպես կհամադրվի այս բաղադրիչների հետ, իսկապես ես չէի մտածել ման է։ Բայց շատ համեղ կստացվի, իհարկե։
Բայց ես վստահ եմ, որ թարմ արունգի տարբերակը եւս հետաքրքիր կլինի։ Այստեղ գեղեցիկ հիմա որ ձևավորեմ կհասկանաք թե ինչու համար է անհրաժեշտ հավկիթը, վարունգը։ Հիմա ես նաև համեմ եմ։ Ես պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ Առավոտ Լուսոյի տաղավարի նկարիչներին, ի վերջո, որովհետև նրանց շնորհիվ ես հասկացա, որ կարելի է նաև ամանորյա զարդարանքներով հարստացնել տան այն անկյունը, որ կոչվում է խոհանոց։ Այո։ Որովհետև մեծ մասամբ մենք տեսնում ենք տան հյուրասենյակը, միջանցիկ հատվածը կամ ննջասենյակները զարդարված, բայց այ որ խոհանոց ունենա տան հատուկ զարդարանք, այ դա չէի պատկերացրել։ Անուշ դու զարդարում ես քո խոհանոցը թե։ Արդեն քանի տարի է, այո։ Կարծում եմ առաջինը խոհանոցից էլ սկսում է Անուշը։ Ինձ համար ամենահետաքրքիր պահն է խոհանոցն իմն է, իսկ հյուրասենյակը արդեն աղջիկս մեծացել է, ինքը ինքնուրույն դասավորում է եւ զարդարում ինչպես ինքն է ցանկանում, հիմնականում։ Այս խոհանոցը ասեմ այն մարդիկ, որոնք ունեն մեծ էներգիա եւ կարողանում են ողջ տունը ձևափոխել յուրաքանչյուր տոնին համապատասխան եւ լցնել այդ էներգիայով, վստահաբար կփաստեն, թե ինչպիսի տրամադրություն է հայտնվում տանը, երբ օրինակ ամեն անկյունում կարելի է նկատել այդ տոնին բնորոշ որևէ դետալ, գուցե խոհանոցում կլինի սովորական սրբիչները, բռնիչը, որը կլինի զարդարված այն գույներով, որով նախատեսել եք զարդարել տոնածառը կամ այդ տարվա ձեր խորհրդանիշ գույնն է լինելու, կամ մոմերը, որոնք ինչպես մեր խոհանոցում, այնպես էլ վստահաբար ձեր տանը կբերեն այդ էներգիան, լույսը, ջերմությունը եւ ավելի գեղեցիկ կդարձնեն այն մթնոլորտը, որում դուք աշխատում այս դեպքում ստեղծագործում եք։ Այո, եւ հիմա ասեմ ավելացնում եմ, այստեղ մայոնեզ եւ թթվասեր կա, միասին դրված, հիմա ավելացնեմ եւ խառնենք ու սկսենք մատուցել։ Մենք ինչպես հասկացանք, փոքրիկ գնդիկներ են, այո, լինելու։ Այո։ Անուշ իհարկե տոնածառի խաղալիքներ։ Այո։ Իհարկե չեք ակնկալում, որ փակագծերը շատ կբացես, բայց առաջիկայում ունես ճամփորդություն դեպի մարզեր, գյուղեր, որտեղ էլի նախատոնական է տրամադրությունը եւ շատ հետաքրքիր կարծում եմ Բաղադրատոմսեր նրանք էլի կառաջարկեն քեզ եւ կբացահայտես նաեւ մարզային նախատոնական կյանքը։ Այո, իհարկե։ Հենց ամանորին մեր հեռուստադիտողները կարող են տեսնել, թե ինչ հետաքրքիր ավանդույթներ են եղել հնում եւ մինչեւ հիմա կան մարդիկ, որ պահպանել են եւ նույնիսկ շատ արդիական է դարձել, արդեն իրենց հարցները, թորները բոլորն են պահում, սկսած երգերից մինչեւ խոհանոցի բաղադրատոմսեր։ Ու ինչքան կարևոր է, որ ընտանիքներում պահպանվում են այդ ավանդույթները եւ մեր օրերում էլ մենք ավելի սկսել ենք առաջնորդվել այն տարբերակով, որ լավագույն նորը մոռացված հինն է եւ փորձում ենք հիշել այն դարակներից հանել մի փոքր փոշին դրված ավանդույթները եւ փորձել վերականգնել նոր շունչ ու էներգիա տալ այդ ամենին, որպեսզի մեր ավանդույթները շարունակեն ապրել, չնայած դրանք չքնաղ են, բայց ինչ որ ժամանակ մոռացության են մատնվել, պետք է վերադարձնել կյանք։ Իսկ Անուշը արդեն հասավ վարունգին։ Այո։ Հիմա օղակներ ես ստանում։ Այո, եւ պետք է այսպես դասավորենք, ու հետո ստացված աղցանը կդնենք վրան։ Իսկ ձիթապտուղը դեռ սպասման մեջ է։ Մի անգամից դեռ նա չգիտի ինչ է իր հետ լինելու։ Սպասում է հասկանա ինչ է տեղի ունենում խոհանոցում։ Լուռ եւ համբերատար։ Հիմա մի անգամից կտեսնեք ինչ գեղեցիկ նախուտեստ է ստացվելու։ Տրամաբանում եմ երևի, որ գնդիկները դրվելու են արունգի վրա, այո։ Այո։ Փորձում գուշակել։ Դարի գուշակենք զեյթունը ինչ կապ ունի այս պատմության հետ։ Ասեմ, ըստիս երևի դրվելու է գնդիկների վրա։ Բազմաշեր։ Լինելու է փոքրիկ գունավոր ձնեմարդ։ Այո։ Կարծես ճիշտ գուշակեցինք Անուշը։ Ճիշտ գուշակեցիք, մոտավորապես իր հենց այդպես է լինելու է, այո։ Մեկը պատրաստեմ, որպեսզի արդեն պարզ լինի, նոր անցնենք մյուսներին։
Իդեպ բացելով փոքրիկ գաղտնիք մեր հեռուստադիտողներին նշենք, որ մինչ խոհանոցային եթերաժամը սկսել է, Անուշ ասում էր, չէ, այս աղցանը մի փոքր երկար պետք է պատրաստել։ Ես ավելի լավ է հիմա սկսեմ, բայց ինչպես հասկանում եք, ամենաերկար պատրաստվող աղցանն անգամ նրա ձեռքերում 10-15 րոպեում կյանքի է կոչվում, անգամ տոնական ձևավորմամբ։ Ինչքան տոնակը Որովհետև հատկապես տոնական օրերին պետք է շատ արագ ամեն ինչը պատրաստել, որպեսզի հասցնել։ Միշտ այդպես է, չէ՞, տանկինը երբեք չի հասցնում ժամանակին հասնել։ Վերջին 3 պակաս, 2 պակաս նոր հասնում է։ Բայց իհարկե պետք է հիշենք, որ մայրիկներն են օգնում փոքրիկներին հագնվել, պատրաստվել, արդուկել իրենց ամուսինների հագուստը, եւ դա է միայն պատճառը, որ նրանք մի քանի րոպե երբեմն շատ ավելին ուշանում են։ Մի փոքր ներողամիտ եղեք, սիրելիներ, կանանց նկատմամբ ուշանալու հարցում։ Այ հիմա ես նայում եմ աղցանին եւ մի բան եմ հիմա հասկանում, դու շատ լավ ինձ կհասկանաս, ելնելով իհարկե մեր մասնագիտության առանձնահատկությունից, մեզ միշտ սովորեցնում են, որ բացի մարդկանցից իհարկե ցանկացած իր առարկա շնչավոր թե անշունչ մի խոսքով ունի բնավորություն։ Անուշ, այս աղցանը այսօր որ պատրաստել ես, մի տեսակ բարի բնավորությամբ աղցանի տպավորություն է զգոտ թողնում, որովհետեւ ամենատեպս արտաքին տեսքը դա է հուշում մեզ։ Չէ, սես բարի։ Շատ բարի է։ Տոնական նաև։ Կարծում եմ նաև գույները կապ ունեն այստեղ, որովհետև պայծառ, սպիտակ, նոր եւ տարվա խորհրդանիշ գույնը համարվող սպիտակի էներգիայով է լցված այս աղցանը։ Օրինակ երբեմն մտածել ես, որն է քեզ համար ամենաբարի ուտեստը։ Ամենաբարի։ Չէ։ Ես հենց այս պահին մտաբերեցի։ Պարզապես տապակած կարտոֆիլը։ Ամենաբարի ուտեստը։ Ամենաբարի, այո, որովհետև տապակած կարտոֆիլի շուրջ այնքան լավ մարդիկ են երբեմն համախմբվում եւ այնպիսի երեկոներ է կազմակերպվում, որ այդտեղից միայն կարելի է բարություն քաղել։ Եթե իհարկե այդ տարբերակով, հա, ես նաև սիրում եմ ավանդական այն կարտոֆիլի տարբերակը, երբ փռում եփում են, հատկապես փռում, որովհետև դա եւ ճմռում են կարագով ու այդպես տակ վայելում են։ Բայց կարելի էր վայելել դա նաև այս աղցանի հետ հենց հիմա եւ ջերմացնել առավոտը։ Բարության շարքը գալիս լրացնում է այս աղցանը։ Անուշ, արի աղցանը կոչենք բարություն, եթե իհարկե չունի այլ անվանում։ Այո, կարող ենք։ Ձմեռային բարություն։ Ստեղծագործում ենք մենք այստեղ։ Եվ արդեն կարող ենք ավարտել մնաց մի քանիսը։ Ճիշտ է։ Այո, փայտիկներով ամրացվում է զեյթունի հատիկներ։ Այո։ Հարմարավետ ուտելու համար։ Կարող ենք նաև սև ցիթապտուղ ավելացնել։ Ես գերադասեցի ավելի կանաչի հետ, կանաչը գեղեցիկ էր։ Եվ կորիզահանված տարբերակով, այո։ Այո, այո։ Դա այդպես ավելի հեշտ է եւ հարմար։ Վերջ, այսքանը։ Վերջ, Անուշը ստեղծեց հենց մեր տաղավարի րոպեների ընթացքում ձմեռային բարությունը։ Շնորհակալություն Անուշ։ Անուշ լինի։ Շնորհակալ ենք։ Վստահ ենք այս բաղադրատոմսներ շատերի ամանորի սեղանի անբաժան մասնիկը կդառնա շատ շուտով։ Մենք շարժվենք առաջ, վայելենք երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք։